Բարև ձեզ Armenpress-ի հարգելի հետևորդներ, այսօր մեր զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Բարև ձեզ պարոն Հարությունյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Պարոն Հարությունյան, Երևանն այս տարվա մայիսին դառնալու է աշխարհի քաղաքական քարտեզի հիմնական կենտրոններից կամ ուղղություններից մեկը։ Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ հետաքրքրական է, թե մեր հանրապետությունը ինչպես է նախապատրաստվում նման միջազգային մեծ ստատուս ունեցող միջոցառման անցկացմանը եւ արդյոք կա հստակություն, թե որ երկրների ղեկավարներն են այցելելու Երևան այս միջոցառման մասնակցության համար եւ որն է հիմնական ուղերձը գագաթնաժողովի։ Շատ ճիշտ նշեցիք, մայիսի առաջին օրերին 3-ին 4-ին Երևանում տեղի ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի մասին հայտնի դարձավ նախորդ տարի գարնանը, եւ մենք հենց այդ ժամանակվանից նախապատրաստվել ենք։ Այս պահին արդեն, այսպես ասած, բուն նախապատրաստական փուլն է, որովհետեւ ընտրվել է կազմակերպությունը, որը իրականացնելու է բուն աշխատանքը եւ դա տեղի ունենալու մարզահամերգային համալիրում մոտ 50 երկրների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպությունների տնօրեններ, ղեկավարներ, գլխավոր քարտուղարներ ներկա են գտնվելու այդ գագաթնաժողովին։ Հիմա ըստ էության այս ընտրությունը մի բանի մասին է խոսում, որ Հայաստանը առնվազն եվրոպական մայրցամաքի քաղաքական բեմահարթակում սկսել է կարևոր նշանակություն ունենալ եւ այդ պատճառով է, որ նման պատասխանատու եւ մեծ միջոցառումը անցկացման իրավունքը տրվել է Հայաստանի Հանրապետությանը եւ սա շատ բանի մասին է խոսում։ Մենք եվրոպական բոլոր ղեկավարներին այստեղ հյուրընկալելու ենք, թվի մասին այս բանը չեմ կարող ասել, որովհետև դեռ գրանցումներն է տեղի ունենում, բայց մենք ակնկալում ենք, որ նախորդ գագաթնաժողովների տրամաբանությամբ բոլորը կմասնակցեն կամ առնվազն մեծամասնությունը, որովհետև ես ինչքան գիտեմ, բոլորը չէ, որ բոլոր գագաթնաժողովներին մասնակցում են, բայց մեծամասնությունը կմասնակցի, համենայն դեպս գրանցումները, որ հիմա տեղի ունեն, խոսում են մասին, որ այո, մենք այդպիսի պատկեր ենք ունենալու։ Քաղաքական միջազգային հարաբերությունների բոլոր առումներով սա շատ հստակ ուղերձ է նաև տարածաշրջանային վերջի զարգացումների առումով, այն որ Հայաստանում, Հայաստանի շուրջ տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն եւ այս խաղաղությունը ըստ էության պետք է փայփայել, զարգացնել, այն հնարավորություններ է ստեղծել։ Այդ պատճառով նաև մեծ պետությունների ղեկավարները այցելում են Հայաստան, մենք ունենալու ենք նաև պաշտոնական պետական այցեր, դրանց թվի մասին այս պահին դժվարանամ ասել, բայց առնվազն մեկը ունենք արդեն հաստատված եւ նաև այդ ուղղությամբ ենք աշխատում։ Այսինքն սա հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունները զարգացնելու։ Եվրոպական լիդերների հանդիպմանը կհաջորդի նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, մեկ հարկի տակ հավաքելով Եվրոպական միության բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին, այդ թվում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լյայենին, ինչ հիմնական հարցեր են լինելու այդ հանդիպմանը եւ Հայաստանը ինչպես է տեսնում իր եվրոպական հեռանկարները։ Դե գիտեք, որ նախորդ տարի մենք համապատասխան օրենքն ենք ընդունել ազգային ժողովով։ Մենք շատ մեծ օրակարգ ունենք Եվրամիության հետ։ Այդ ուղղությունը մեզ շատ հետաքրքիր է, որովհետև մենք գործ ունենք մի միության հետ, որտեղ սահմանված են շատ բարձր ստանդարտներ, եւ Հայաստանը ձգտում է որպես պետություն համապատասխանի այդ ստանդարտներին։ Եվ առնվազն այս մակարդակով հարաբերությունները Եվրամիության հետ բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Բացի այդ, նաև այս տարիներին մի շարք ուղղություններով բավական մեծ աշխատանք է կատարվել, օրինակ վիզաների ազատականացման, եւ կարծում եմ, որ այդ թեման նույնպես կլինի օրակարգային։ Եվ նմանատիպ շատ հարցեր տնտեսական համագործակցության, հումանիտար համագործակցության, այսինքն բոլոր այն ուղղությունները,
որոնց մասին մենք տարիներ շարունակ հայտարարել ենք, որոնց ուղղությամբ աշխատանք է տարվել, եւ այդ գագաթաժողովը հնարավորություն է ամփոփելու դրանք եւ նախանշելու զարգացման նոր հնարավորությունները։ Պարոն Հարությունյան, այս միջազգային կարևոր իրադարձություններից անմիջապես հետո Հայաստանի ներքաղաքական գործընթացները կթևակողեն նախընտրական քարոզարշավի փուլ եւ օրերս դուք հայտարարեցիք, մեջբերում եմ, ընտրությունների հուսալի եւ վստահելի կազմակերպությունը Հայաստանի կառավարության հիմնարար եւ շարունակական քաղաքական հանձնառությունն է։ Այս համատեքստում որոնք են այդ հանձնառության կյանքի կոչման ճանապարհին արկա անելիքները եւ հնարավոր մարտահրավերները։ Ես դա ասել եմ ՄԱԿ-ի զարգացման գործակալության հետ կազմակերպած եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպած միջոցառման ժամանակ մենք հիմա մի ֆորմատ ունենք ՄԱԿ-ի հետ եւ միջազգային գործընկերների հետ զարգացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունները։ Դուք գիտեք, որ թե 18 թվականին, թե 21 թվականին համապետական ընտրությունները միջազգային բոլոր կառույցների կողմից համարվել են համապատասխան միջազգային ստանդարտների, բարձր ստանդարտների, եւ մենք հանձնառություն ունենք, որ 26 թվականի ընտրությունները առնվազն չզիջեն 18 եւ 21 թվականի ընտրություններին, այլևս մեկ քայլ լինեն դեպի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ամրապնդմանը եւ նաեւ այս գործընթացի ամրապնդմանը եւ պատահական չէ նաեւ որ այն գումարը որ սահմանված է այդ կարողությունների զարգացման համար միջազգային կազմակերպությունների հետ միասին նաեւ կիսում է Հայաստանի Հանրապետությունը եւ իր ներդրումն է ունենալու ինչ մարտահրավերների ենք բախվելու, այնպիսի մարտահրավերների, որ ընտրություններից առաջ գոնե վերջին տարիներին բախվում են շատ երկրներ, դրանք հիբրիդային սպառնալիքներն են, որոնք կարող են կամ որոնց միջոցով փորձ է արվելու որոշակի ներգործություն ունենալ ընտրությունների վրա, դա եւ ուրեմն ապատեղեկատվությունն է եւ կիբեր հարձակումներն են եւ բոլոր այս ուղղություններով մենք հիմա աշխատանք ենք տանում նաեւ մեր միջազգային գործընկերների հետ այն առումով որ ամրապնդենք մեր ինստիտուտները եւ ապագայում էլ ոչ միայն այս ընտրություններին այլ ապագայում էլ դրանից հետո ստեղծենք մեխանիզմներ որով այդ ինստիտուտները կկարողանան արդյունավետ դիմագրավել այդ սպառնալիքներին իսկ այդ սպառնալիքները նոր են մարդկության համար եւ պետությունների համար պետք է սովորել դրանց դեմ պայքարել եւ թույլ չտալ որպեսզի դրանք որևէ ազդեցություն ունենան պետության բնականon զարգացման վրա եւ ներպետական զարգացումների վրա իհարկե մեծ սպառնալիք է լինելու նաեւ կամ նմանը կարող է դիտվել հնարավոր ֆինանսական ներգործությունները ընտրությունների ժամանակ Մենք առնվազն մամուլից կամ տարբեր տեղերից նման ազդակներ ստանում ենք, բայց նաև այստեղ էլ եմ վստահ, որ մեր համապատասխան մարմինները հետևում են այդ, այսպես ասած, տեղեկություններին կամ լուրերին եւ նաև իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնում են գործողություններ, որպեսզի նման հնարավորությունները կանխեն եւ թույլ չտան որովհետև այնուամենայնիվ դա նույնպես այսպես սպառնալիք է եւ բավական մեծ սպառնալիք է եթե հնարավոր լինի իրագործել ընտրությունների վրա եւ ընտրությունների լեգիտիմության վրա Իսկ որն է լինելու նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական ուժի մարտավարությունը եւ առաջ անցնելով եւ փոքրինչ խոսելով հնարավոր ակնկալիքների մասին եւ արդյունքների մասին կախված այդ արդյունքներից հավանական համարում եք որևէ այլ ուժի կամ ուժերի հետ համագործակցությունը Քաղաքացիական պայմանագիրը ունի որոշում, որ գնում է ստանալու ժողովրդի լիակատար քվեն, որովհետև այս տարիներին ահռելի աշխատանք է կատարվել շատ ուղղություններով
եւ մարտավարության եւ ռազմավարության մասին մենք ավելի շուտ կխոսենք ընտրություններին մոտ, բայց հիմա արդեն նշмарվում է, որ մենք այնքան բան ենք արել այս ընթացքում, որ բավականին դժվար է լինելու նույնիսկ այդ մեկ ամսյա նախընտրական փուլում այդ ամենը ներկայացնելու եւ կոմունիկացնելու մեր հանրության հետ, բայց նաեւ ասելիք կունենանք ապագայի հետ կապված եւ հիմնական ասելիքներից մեկը բնականաբար լինելու է այն զարգացումները, որոնց հիմքը դրվել է վերջի տարիներին, մասնավորապես խաղաղության ամրապնդման հետ կապված, անվտանգության ամրապնդման հետ կապված, կայունության ամրապնդման հետ կապված, որովհետև կայունությունը շատ կարևոր գրավական է տնտեսական զարգացման համար։ Եվ բնականաբար խոսելու ենք մեր տնտեսական ծրագրերից, սոցիալական ծրագրերից, որոնք իրականացրել ենք, իրականացնում ենք եւ իրականացնելու ենք։ Եվ բնականաբար մեր հանրության բարեկեցության խնդիրների մասին եւ լուծումների մասին։ Պարոն Հարությունյան, նախորդ ամիս դուք հանդիպումներ ունեիք Միացյալ Նահանգներում եւ այս համատեքստում ինչպես կամփոփեք հայաշատ համայնքներում ունեցած ձեր հանդիպումների արդյունքները։ Վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի հետ եմ այցելել հարավային Կալիֆոռնիա, որը ամենամեծն է հայերի թվով, եւ այցելության նպատակը մեկն էր ներկայացնելու մեր ծրագրերը, շփվելու մեր հայրենակիցների հետ, որովհետեւ մեր տպավորությամբ ապատեղեկատվության չափաբաժինը այնտեղ բավականին մեծ էր եւ այդ նեգատիվը նաեւ ազդում էր այնտեղից որոշակի մեր տեղեկատվական դաշտի վրա եւ մենք այցելեցինք այնտեղ շատ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք մեր հայրենակիցների հետ տարբեր շրջանակների, դրանք կլինեն եւ հանրային քաղաքական գործիչներ, դրանք կլինեն բիզնես շրջանակներ, շուրջ 1 տասնյակ հարցազրույցներ տարբեր հեռուստաալիքներով, ինչը միտված էր հենց այս նեգատիվը պարպելու եւ իրական Հայաստանի իրողությունները ներկայացնելու համար։ Եվ մենք նաեւ արձանագրեցինք, իհարկե մեր մտքում սա ունենք կամ մեր դիտարկումներում սա ունենք, բայց հերթական անգամ արձանագրեցինք, որ իրականում մենք գործ ունենք կազմակերպված ագրեսիվ փոքրամասնության հետ, որը տարածում է այդ ապատեղեկատվությունը, իսկ մեծամասնությունը հիմնականում տիրապետում է այն դրական միտումներին, որոնք կան Հայաստանում եւ հնարավոր դրական զարգացումներին, որոնք կան, բայց բնականաբար նաեւ տեղեկացվածության խնդիր կա։ Ես սա պետք է արձանագրեմ հերթական անգամ, որ մենք մեր կառավարությունը անցած 8 տարիներին ավելի շատ շեշտը դրել է աշխատանք անելու վրա, քան դա կոմունիկացնելու, որը երբեմն ճիշտ է, բայց հիմնականում սխալ է, որովհետև այն ինչ անում ես, պետք է կոմունիկացնես, որպեսզի հանրությունը տեղյակ լինի դրան, այն ամբողջ ահռելի աշխատանքը, որ իրականացնում ես։ Եվ այդ առումով նաև Միացյալ Նահանգներում արձանագրեցինք, որ այդ ուղղությամբ էլ անելիք կա, այստեղի ամբողջ իրական ինֆորմացիան տեղ հասցնելու եւ կոմունիկացնելու մեր հայրենակիցների հետ։ Կարծում ենք, որ մեր դրված խնդիրները այդ մեկ շաբաթվա ընթացքում լուծել ենք, իհարկե հիմա զանգեր ենք ստանում եւ նամակներ, որ անհրաժեշտ է եւս մեկ անգամ նման այցելություն իրականացնել, բայց ցավոք սրտի նախընտրական է process-ներով պայմանավորված, դա չենք կարող իրականացնել, նաեւ Փառք Աստծո հիմա տեխնոլոգիաները այնպես են զարգացել, որ դա հնարավոր է նաև իրականացնել տեսակապով, հեռակապով եւ այլն։ Դա կիրականացնենք, կարծում եմ, որ հիմնական խնդիրները լուծել ենք մեր այցի ընթացքում։ Պարոն Հարությունյան, մի փոքր անդրադարձ կատարենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Հայաստանն ամենաբարձր մակարդակներով շարունակաբար հայտարարում եւ խոսում է խաղաղության օրակարգի մասին, հիմքում որպես հիմք տարածաշրջանային կայունության եւ զարգացման։ Այս առումով ինչպես կգնահատեք ներկա գործընթացը խաղաղության օրակարգի, ձեռքբերումները
եւ ինչ դիրքորոշում ունի Հայաստանը եւ այդ դիրքորոշման հիմքում ինչ հիմնավորումներ են դրվում Հայաստանի կողմից ու ինչ ակնկալիքներ կան մոտ ապագայում սպասվող զարգացումների վերաբերյալ։ Դե նոր բան դժվար ասեմ այս առումով, որովհետև այն ինչ որ կա մեր ծրագրերում կամ այն ինչին միտված ենք, այդ ամբողջը հրապարակային է եւ բոլոր մակարդակներով մենք խոսում ենք սրա մասին։ Եթե ձեռքբերումների մասին խոսենք, ապա դրանք գոնե վերջին օգոստոսից սկսած հսկայական են։ Սկսած նրանից, որ սահմանին չեն հնչում կրակոցներ, փոխհրաձգություններ չկան, արդեն համարյա թե 2 տարի կամ արդեն 2 տարի է, որ մենք որևէ զոհ չունենք սահմանին, որոշ չափով, այսպես ասած, սահմանը բացվել է բեռների տեղափոխության համար, այսինքն տեղի է ունենում տնտեսական ուղիների ենթակառուցվածքների ապաշրջափակում տարբեր երկրներից արդեն ավելի կարճ ճանապարհներով Ադրբեջանի տարածքով բեռներ են գալիս Հայաստան եւ վստահ եմ, որ շուտով հակառակ ուղղությամբ կլինի Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան տեղի են ունենում փոխայցելություններ քաղաքասարակությունների միջև ինտենսիվությամբ երկրի ղեկավարությունն է շփվում սա վկայում է այն մասին որ բավականին մենք հեռու ենք գնացել եւ շատ արագ է այդ կարգավորումը տեղի ունենում ինչը շատ կարեւոր է եւ բացառիկ է որոշ առումով որովհետեւ պատմաբան լինելով միանշանակ կարող եմ ասել որ այն հակամարտությունները, որոնք օրինակ մոտ 4 տասնամյակի պատմություն ունեն, հաշտեցումը եւ կարգավորումը շատ դանդաղ է տեղի ունենում, ինչը չեն կարող ասել մեր դեպքում։ Իհարկե մենք հիմա շատ մեծ աշխատանք ունենք եւ Հայաստանի ղեկավարությունը եւ Ադրբեջանի ղեկավարությունը հասարակության մեջ միտումները փոխելու, տրամադրությունները փոխելու որովհետև սա մի շատ զգայուն թեմա է եւ Հայաստանի հանրության համար եւ Ադրբեջանի հանրության համար եւ այստեղ որ ժամանակ է պետք որ այդ միտումները փոխվեն եւ երկու ժողովուրդների փոխհամագործակցությունը լինի դրականի շրջանակում, այլ ոչ թե այն տրամադրությունների մեջ, որոնք ունեցել ենք օրինակ մինչեւ օգոստոսի 8-ը նախորդ տարվա։ Դուք նշեցիք հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացի մեկնարկի մասին, ինչ որ առումով, եւ բնականաբար այստեղ առանձնանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի կետերից մեկի հիման վրա ստեղծվելիք TRIP ուղին, Թրամփի ուղին կամ TRIP նախագիծը, ինչպես կգնահատեք այդ նախագծի իմպլեմենտացիան հաշվի առնելով հատկապես ներկա աշխարհաքաղաքական պայմանները եւ ինչ օգուտներ, ռեալ օգուտներ կարող է բերել Հայաստանին տնտեսական, քաղաքական եւ հաղորդակցային առումներով։ Ես ուզում եմ նախ եւ առաջ եւս մեկ անգամ շեշտել TRIP-ի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային տեսակետից, տնտեսական տեսակետից։ Սա մենք պետք է գնահատենք, որովհետև ըստ էության աշխարհի թիվ 1 տնտեսությունը բավականին մեծ ներդրում է անում ենթակառուցվածքի մեջ, ինչը ենթադրում է այդ ենթակառուցվածքի պաշտպանվածություն եւ ինչը ենթադրում է տնտեսական շատ մեծ առավելություններ Հայաստանի Հանրապետության համար։ Դուք գիտեք, որ տարբեր տարածաշրջաններ այսօր պատերազմների մեջ են, տարբեր մեծ պետություններ մեկը մյուսի կողմից սանկցիաների տակ են, ինչը հանգեցրել է շատ մեծ քանակությամբ ենթակառուցվածքների արգելափակման եւ այն ուղին, որը անցնելու է Հայաստանի հարավով, ըստ էության այն քիչ ճանապարհներից է, որը թույլ է տալու արևելքից արևմուտք այդ բեռնափոխադրումները իրականացնելու։ Հիմա այն ուղիները, որոնք կան, չափազանց ծանրաբեռնված են եւ Հայաստանը եւ Հայաստան տարածքով այդ ճանապարհի կառուցումը թույլ է տալու
այդ բեռների տեղափոխումը ուղղել դեպի ավելի հարավ եւ եթե դա անցնում էր ծոցի երկրներով դեպի մի քիչ ավելի հյուսիս եւ անցկացնել այստեղով, ինչը ենթադրում է բավականին մեծ եկամուտներ թե այդ ընկերության համար, որտեղ մենք ունենք մասնաբաժին եւ թե Հայաստանի Հանրապետության համար։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, սա անվտանգային եւ տնտեսական լրջագույն ծրագիր է եւ մենք երևի թե գոնե այս պահին շատ մեծ լրջությամբ չենք գիտակցում նկատի ունեմ մեր հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր քաղաքացիները, թե որքան կարեւոր է այս ճանապարհը Հայաստանի Հանրապետության համար իր տարածաշրջանում իր դերը բարձրացնելու համար, իր անվտանգությունը ապահովելու առումով։ Ասեմ, որ հիմա ամերիկյան կողմի հետ բանակցությունները եւ գործնական աշխատանքը շարունակվում է ընկերության ստեղծման համար։ Մենք բավականին հեռու ենք գնացել այս գործընթացն էլ բավականին այսպես այն տեմպերի մեջ է, որը մենք ցանկանում ենք, կուզենք մի քիչ ավելի լիներ, բայց կարծում ենք բնական զարգանում է եւ մոտ ժամանակն էս արդեն հողի վրա աշխատանքներ կսկսվեն իրականացվել։ Պարոն Հարությունյան, 2026 թվականին Հայաստանը պատրաստվում է մեկ այլ միջազգային խոշոր համաժողով հյուրընկալել, խոսքս COP17-ի մասին է, եւ բնականաբար նման հեղինակություն ունեցող եւ բարձր մակարդակի համաժողովը լավ ու բարձր մակարդակի անցկացնելը նաեւ Հայաստանի հեղինակության եւ միջազգային ասպարեզում ինչպես եւ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բարձրացման համար կարևոր նշանակություն կունենա։ Ըստ ձեզ որն է ռազմավարական նշանակություն այդ համաժողովի եւ արդյոք սա ազդեցություն կունենա Հայաստանի կլիմայական քաղաքականության եւ ներդրումային միջավայրի վրա։ Եվ երբ որ ես պատասխանում եմ ձեր առաջին հարցից մեկին եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, ես այս հարցին չանդրադարձա ենթադրելով, որ կլինի ձեր հարցերի մեջ, բայց կկրկնվեմ։ Սա եւս մի ապացույց է, թե Հայաստան միջազգային հարաբերությունները ինչ դերակատարում է ստանձնում։ Ընդ որում ես ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի որոշման, որը, այսպես ասած, կոնսենսուսով է իրականացվել, COP17-ը մենք ստացել ենք քվեարկությամբ եւ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը քվեարկությանը մասնակցած կողմ են քվեարկել Հայաստանի թեկնածությանը։ Սա ուզում եմ արձանագրենք այն համատեքստում, թե Հայաստանը ինչ դերակատարում ունի միջազգային հարաբերություններում։ Իր բուն բովանդակության մասին կասեմ, որ այսօր էկոլոգիական, կլիմայական հարցերը եւ կենսաբազմազանության հետ կապված հարցերը շատ սուր են դրված ամբողջ աշխարհում, որովհետեւ արդյունաբերական տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել է բնական բավականին մեծ արեալների ոչնչացմանը կամ սահմանափակմանը, ինչը ազդում է նաեւ կենսաբազմազանության վրա։ Եվ իհարկե Հայաստանի Հանրապետության համար, հենց կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար այս գագաթաժողովի կազմակերպումը, որին մասնակցելու է մոտ 100 երկրների պատվիրակություններ եւ ղեկավարներ, կարևոր է լավագույն փորձը միջազգային Հայաստան բերելու։ Իհարկե մենք շատ ծրագրեր ենք իրականացրել այս ընթացքում եւ կենսաբազմազանության ուղղությամբ սահմանափակել ենք զգալի, օրինակ, որսը, որսագողությունը, լուրջ պայքար ենք դրա ուղղությամբ տանում, բույսերի բազմազանության հետ կապված աշխատանքներ են տարվում։ Դրա լավագույն վկայությունը այն է, որ այսօր արդեն Հայաստանով ճամփորդելիս շատ տեղերում վայրի կենդանիներ կարելի է հանդիպել։ Այս առումով նաև մեզ կօգնի հասկանալու արդյոք այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, ճիշտ են եւ ինչ է պետք անել, որպեսզի դրանք ավելի լավ զարգանան այդ ծրագրերը։ Եվ իհարկե ՄԱԿ-ի այս գագաթաժողովում COP17-ում նաև սովորաբար շատ կարևոր որոշումներ են կայացվում, կոնվենցիաներ են ընդունվում,
Ես չգիտեմ դա Երևանում կլինի թե չէ, ենթադրում եմ, որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, պարտադիր չի, որ միշտ ընդունվի, բայց ընդունվում են որոշումներ կամ լինում են քննարկումներ, որոնք գլոբալ առումով աշխարհի միտումների վրա են ազդում, տվյալ դեպքում կենսաբազմազանության ոլորտում։ Պարոն Հարությունյան, անդրադարձ կատարենք տարածաշրջանային իրադրությանը, Իրանի շուրջ եւ մասնավորապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք զգալի ազդեցություն են ունենում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Ինչպես է Հայաստանը գնահատում ստեղծված իրավիճակը եւ ինչ ռիսկեր ու հնարավորություններ եք տեսնում այս ուղղությամբ։ Մենք ունենք ստեղծված անվտանգության խորհրդի գրասենյակի շրջանակներում աշխատանքային խումբ, որը ինտենսիվ աշխատում է մոնիտորինգ անելով իրավիճակը եւ Հայաստանի համար հնարավոր բացասական միտումները չեզոքացնելու համար պարբերաբար իրենց կողմից լինում են զեկույցներ երկրի ղեկավարությանը եւ ըստ դրա որոշվում են քայլերը, որոնք պետք է իրականացնեն։ Իհարկե, այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանին մերձ տարածաշրջանում բավականին լուրջ է եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման վրա բավականին բացասական ազդեցություն է ունենում եւ ապագայում էլ կունենա եւ իհարկե գլոբալ առումով տնտեսության վրա էլ է ազդում, որովհետեւ այսօր նավթ արդյունահանող հիմնական երկրները, որոնք օրինակ Պարսից ծոցում են, ծոցի արաբական երկրները, զգալի սահմանափակումներ ունեն, օրինակ նավթի արդյունահանման եւ վաճառքի հետ կապված եւ դա ազդում է գների վրա, հետեւաբար եւ գլոբալ տնտեսության վրա, բայց նաեւ սա առանձին երկրների վրա ազդում, մենք բավականին սերտ համագործակցություն ունենք բոլոր ուղղություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ սա չի կարող այս իրավիճակը նաեւ չազդել այդ զարգացումների վրա, մասնավորապես տնտեսական առումով։ Մենք իհարկե ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ բացասական ազդեցությունները մեղմենք եւ թույլ չտանք, որպեսզի դրանք ազդեն մեր տնտեսական զարգացման վրա, օրինակ, իսկ մեր տնտեսական զարգացումը վերջին տարիներին բավականին բարձր է եւ գիտեք նախորդ տարի 7.2% տնտեսական աճ է արձանագրվել, իսկ միջինը վերջին 8 տարիներին, եթե չեմ սխալվում, մոտ 8% է, 8-9% է։ Այս տեմպը պետք է պահել եւ նման զարգացումները իրենց բացասական ազդեցությունները այնուամենայնիվ բոլոր երկրների, հարևան երկրների տնտեսությունների վրա ունենում են։ Մենք շատ կուզենք եւ մեր հայտարարություններում էլ նաեւ բազմիցս ասել ենք, որ կոչ ենք արել, հորդորել ենք, որ այդ բոլոր հակամարտությունները լուծվեն խաղաղ պայմաններում եւ դիվանագիտական ճանապարհներով։ Շատ ցավում ենք այն բազմաթիվ զոհերի հետ կապված, որ կան ըստ էության բոլոր այն երկրներում, որոնք ներգրաված են այս կոնֆլիկտում։ Եվ կուզենք, որ շուտապույտ կարգավորում լինի, առնվազն երկրները նստեն բանակցային սեղանի շուրջ եւ փորձեն այնտեղ գտնել այն հակամարտության լուծումները, որ այսօր կա։ Իսկ կան արդյոք մշակված հակաճգնաժամային մեխանիզմներ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը հնարավոր սցենարներին կարող է արձագանքել եւ երբեմն ընդդիմախոսների կողմից հնչում են գնահատականներ Հայաստանի կողմից ոչ բավարար արձագանքի վերաբերյալ, ինչպես կմեկնաբանեք այդ գնահատականները։ Դե մենք այդ սցենարները, ես ձեզ պետք է ասեմ, որ վաղուց մշակել ենք եւ դրանք քննարկվում են հենց այդ աշխատանքային խմբի շրջանակում, այսինքն մենք մեր տնային աշխատանքը վաղուց ենք արել, ունենք մի քանի զարգացման սցենարներ, դրանք դրված են մեր սեղաններին եւ նույն անվտանգության խորհուրդը կամ համապատասխան մարմինները ազդակ տալու դեպքում մենք գործարկում ենք այս կամ այն սցենարը եւ ընդդիմախոսները պետք է որ հասկանան առնվազն, որ նման հարցերը
այսպես հրապարակային չեն քննարկվում եւ այլ դրանց կիրարկումը տարբեր սցենարների դեպքում հանրությունը նոր տեսնում է, եթե դրա անհրաժեշտությունը լինում է, այսինքն չես բացահայտում այս դեպքում այս սցենարն ունես, այս դեպքում այս սցենարը եւ որովհետեւ դրանք որոշակի զգայունություն ունեցող թեմաներ են եւ սցենարների մասին խոսելիս դու կարող է որոշակի այսպես լարվածություն առաջացնես դրան շուրջ, որի կարիքը կարող է եւ չլինել։ Եվ հետեւաբար եւ կառավարությունը վերահսկում է իրավիճակը, ունի տարբեր իրավիճակների համար զարգացման սցենարներ եւ գործում է ըստ այդ նախապես նախանշված սցենարների։ Պարոն Հարությունյան, շնորհակալություն համապարփակ եւ հետաքրքիր զրույցի համար։ Կցանկանայիք որևէ բան հավելել։ Կարծում եմ ամեն ինչից խոսեցինք, առաջիկա 3 ամիսները բավականին ակտիվ են լինելու Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների առումով եւ կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունենալու ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինստիտուտների, արտաքին քաղաքականության, ամրապնդման, անվտանգության ամրապնդման եւ նաեւ տնտեսության ամրապնդման։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։